Պատճառ համար 5, բոլորդ ասացեք, պատճառ համար 5, այն հայտնում է Աստծո ծածուկ խորհուրդը։ Բացեք ինձ հետ Առակաց 20-րդ գլուխը։ Օ Աստված, դուք պետք է տեսնեք սա։ Առակաց 20, մենք մի փոքր խոսք ենք կարդալու։ Առակաց 20-րդ գլուխ։ Ես ունեմ այն գրած ինձ մոտ, ես կարող եմ մեջ բերել, բայց ես ցանկանում եմ, որ դուք տեսնեք սա։ Առակաց 25-րդ խոսք, եթե գտել եք, ասացեք, ամեն։ Խոր ջրեր է մարդու սրտի խորհուրդը, բոլորդ ասացեք խորհուրդը։ Հիմա նայեք ինձ, խնդրում եմ։ Ինչու համար են մարդիկ գնում հովիվների մոտ խորհրդատվության։ Ինչ է պետք նրանց։ Օգնություն եւ խորհուրդ, թե ինչ անեն, ճիշտ է։ Խոր ջրեր է մարդու սրտի խորհուրդը։ Աստված ասում է, ձեր սրտում կա ողջ խորհուրդը, որ ձեզ պետք է։ Ինչու, որովհետև խորհրդատուն այնտեղ է, խոր ջրեր է, բայց նայեք այստեղ, ասացեք, բայց խելոք մարդը կամ կինը նրան կհանի։ Բոլորդ ասացեք, մարդու սրտի խորհուրդը իմ սրտում խորը ջրերի նման է։ Բայց խելոք մարդը գիտի, թե ինչպես դուրս անի դա։ Ինչպես է նա հանում այն։ Բացեք Հովհաննես 7-րդ գլուխը, Հովհաննես 7:37 խոսք։ Եվ տոնի վերջի մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է, նրա փորից կամ սրտից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Հիշեք, մարդու սրտի խորհուրդը, այո, խորը ջրեր է մարդի սրտի խորհուրդը եւ նա փորից կենդանի ջրեր կբխեն։ 39-րդ խոսք, սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները։ Բացեք ինձ հետ Առաջի Կորինթացիներին 2-րդ գլուխ, Առաջի Կորինթացիներին 2-րդ գլուխ, մենք կնայենք 6-րդ խոսքը։ Բայց իմաստությունն ենք խոսում, իմաստությունն ու խորհուրդը շատ նման են, լավ։ Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ եւ ոչ թե այս աշխարհի իմաստությունը եւ ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ պիտի խափանվեն։ Այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով, բոլորդ ասացեք խորհրդով։ Ծածուկ իմաստությունը, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց մեր փառքի համար։ Խոսքինը, այլ ինչպես գրված է, ինչ որ աչք չտեսավ եւ ականջ չլսեց եւ մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ։ Բոլորդ ասացեք խորքը, լավ, հիմա նայեք այստեղ։